Բարի գալուստ մայրիկների ակումբ, երեք գեղեցիկ, համարձակ ու խելացի մայրիկներ կմրցեն, պարզելու թե ով է նրանցից ամենաբանի մացը, չնայած երեքն էլ հաղթող են, որովհետև մայրիկ են։ Մայրիկների ակումբը սկսված է, ժամանակն է ներկայացնելու մեր այսօրվա խաղի երեք մասնակիցներին, առաջին մասնակիցը Անահիտ Ղարիբյանն է։ Անահիտը կարևորում է ոչ միայն մոր, այլև հոր ակտիվ մասնակցությունը երեխայի խնամքի և դաստիարակության գործում։ Երիտասարդ ընտանիքը հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է։ Մեր հաջորդ մասնակիցը Սուսաննա Քալաշյանն է։ Երիտասարդ մայրիկն ապրում է երկու երաժշտասերների հետ, ամուսնու և 1 տարեկան 9 ամսական փոքրիկ Էդիկի։ Տղան առանց երաժշտության չի քնում, սիրում է պարել և կարծես թե արդեն կողմնորոշվել է ապագա մասնագիտության հարցում։ Երրորդ մասնակիցը Ջուլիա Ղարհամանյանն է։ Ջուլիետան չի կարելիների ոխերիմ թշնամին է։ Երեխայի հետ շփման ընթացքում փորձում է չօգտագործել այդ արտահայտությունը, իսկ օգտագործելիս շտապում է բացատրել, թե ինչու։ Արդյունքում Ջուլիետայի 2 տարեկան փոքրիկը գիտի, թե ինչն է արգելված իրեն և ինչու։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն։ Առջևում մեզ սպասում է 3 հետաքրքիր փուլ, բազմաթիվ հետաքրքիր հարցեր, առաջիկա րոպեներն անչափ թեժ են լինելու։ Նախ առաջարկում եմ ծանոթանալ առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի, ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Եվ այսպես, առաջին փուլը սկսված է։ Իդեպ առաջին փուլի հարցերը կօգնեն ձեզ մի փոքր լիցքաթափվել։ Սկսենք առաջին մասնակցից։ Անահիտ, հուզված եք։ Այո։ Անահիտ, հուսամ հուզմունքը ձեզ չի խանգարի։ Եվ այսպես սկսում եմ հարցերը։ Արդյոք արտամարմնային բեղմնավորում իրականացնելու համար կարևոր է արգանդափողերի անցանելիությունը։ Ոչ։ Սխալ պատասխան։ Որ սննդամթերքներն են պարունակում մեծ քանակությամբ երկաթ, նշեք մեկը։ Մսամթերք։ Ճիշտ է։ Երբ պետք է սկսել երեխային տալ հավելյալ սնունդ։ 6 ամսականից սկսած։ Ճիշտ է։ Ինչ հաճախականությամբ պետք է փոխել երեխայի տակդիրը։ 2.5-ից 3 ժամը 1։ Ճիշտ պատասխան է։ Քանի ամսականից սկսած երեխան պետք է կարողանա նստել։ 6 ամսականից։ Անահիտ 5 հարց, դուք տվեցիք 4 ճիշտ պատասխան, պետք է խոստովանեմ, որ շատ լավ արդյունքներ են եւ հիմա կտեսնենք, թե ինչպես է հարցերին պատասխանում Սուսաննան։ Սուսաննա, հերթը ձերն է։ Որ հղիությունն է կոչվում բազմապտուղ։ Չգիտեմ։ 2 եւ ավելի պտուղներով հղիությունը կոչվում է բազմապտուղ հղիություն, իսկ նորածինները կոչվում են երկվորյակներ։ Քանի շաբաթ է տևում հղիությունը։ 41-ից 42։ Ճիշտ է։ Ինչի կարող է հանգեցնել հավելյալ սննդի ուշ ներմուծումը։ Նշեք մեկ խնդիր։ Հիվանդությունների առաջացում, հա։ Ճիշտ է։ Ինչպես է կոչվում մասնագետն, ով ընդունում է երեխայի ծնունդը։ Մանկաբույժ, գինեկոլոգ։ Սխալ պատասխան, մանկաբարձ։ Արդյոք ծեծը համարվում է բռնություն երեխայի նկատմամբ։ Այո։ Ճիշտ է։ Սուսաննա 5 հարցից դուք 3-ին ճիշտ պատասխանեցիք, արդեն կարող եք շունչ քաշել, իսկ մենք անցնում ենք մեր երրորդ մասնակցին։ Երեխայի կյանքում քանի տարեկանից է սկսվում Էդիպյան շրջանը։ 2-ից բարձր։ 3-ից 6 տարեկան։ Ինչ է մաստիտը։ Չգիտեմ։ Մաստիտը կաթնագեղձի բորբոքումն է։ Ինչ տարր չպետք է պարունակի մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված ատամի մածուկը։ Ֆտորը քիչ պետք է լինի։ Ճիշտ է։ Արդյոք 3 երեխա ունեցող ընտանիքը համարվում է բազմազավակ։ Այո։ Ճիշտ է։ Ինչ է տեղի ունենում սկոլիոզի ժամանակ ողնաշարի հետ։ Ողնաշարի դեֆորմացիա։ Ճիշտ է։ Ջուլիետա, Սուսաննայի նման դուք 5 հարցից պատասխանեցիք 3-ին։ Ճիշտ։ Ամփոփենք առաջին փուլի արդյունքները, Անահիտն ունի 4 միավոր, Սուսաննան ունի 3 միավոր, Ջուլիետան ունի 3 միավոր։ Առաջին փուլի արդյունքներում առջևում է Անահիտը, շնորհավորում եմ ձեզ, բայց իհարկե ոգևորվել կամ հիասթափվել պետք չէ, որովհետև առջևում 2 փուլ դեռ կա։ Ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Դե ինչ, սիրելի մայրիկներ, մենք երկրորդ փուլում ենք։ Եթե առաջին փուլի ընթացքում դուք պատասխանում էիք հարցերին հենվելով ձեր գիտելիքների վրա, ապա երկրորդ փուլում դիտելու ենք տեսանյութ, պետք է շատ ուշադիր հետևեք տեսանյութում հնչող տեղեկատվությանը, ինչու, որովհետև հարցերը, որ կհնչեցնեմ րոպեներ հետո, դրանց պատասխանները զետեղված են հենց տեսանյութում։ Իդեպ ներկայացնեմ ձեզ թեման՝ թոքաբորբ հղիության ընթացքում։ Եթե պատրաստ եք, դիտենք տեսանյութը։
Պնևմոնիան կամ թոքաբորբը թոքերում թոքային հյուսվածքների բորբոքային գործընթաց է, որն ուղեկցում է թոքերի շնչական բաժինների օջախային ախտահարմամբ։ Թոքաբորբի պատճառները տարբեր են՝ մանրեային կամ վիրուս-մանրեային վարակներ, այլ հիվանդությունների հետևանք, անատոմիական առանձնահատկություններ եւ այլն։ Հղիները համարվում են խոցելի խումբ եւ ավելի շատ են հակված հիվանդանալու թոքաբորբով։ Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, ինչն էլ պարարտ հող է ստեղծում օրգանիզմում ամենատարբեր մանրեների ներթափանցման համար։ Կապված մանրեների, որոնք առաջացնում են այդ բորբոքային process-ը, կապված անատոմիական առանձնահատկությունների հետ, երբ կարող են լինել այնպիսի անատոմիական տարբերակներ, երբ բարենպաստ պայմաններ է ստեղծում ոչ լիարժեք դրենավորման, թոքային հյուսվածքի տվյալ հատվածի կանգային process-ների։ Հղիության ընթացքում ցանկացած հիվանդություն համարվում է վտանգավոր մոր եւ պտղի առողջության տեսանկյունից, այդ թվում թոքաբորբը, հատկապես եթե կինը հիվանդացել է թոքաբորբով հղիության առաջին եռամսյակում։ Հղիության ընթացքում թոքաբորբը բազմաթիվ խնդիրների առաջացման պատճառ կարող է դառնալ՝ ներարգանդային մահ, զարգացման արարքներ, ներարգանդային վարակում, ընկերքային անբավարարություն, պտղի թթվածնային քաղց եւ այլն։ Մենք այստեղ գործ ունենք իմունիտետի խիստ անկման ֆոնի հետ, կարող են process-ի մեջ ներգրավվել նաև այլ օրգան համակարգեր, որտեղ եթե թոքաբորբը խորանում է, ապա առաջանում է այսպես կոչված հիպոքսիա, թթվածնային քաղց։ Բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, առատ քրտնարտադրություն, խորխով ուղեկցվող հազ։ Սրանք թոքաբորբի տեսանելի նշաններն են։ Հղիության ընթացքում դրանք առավել սուր են դրսևորվում։ Մասնագետները թոքաբորբը ախտորոշում են մի քանի եղանակով։ Անամնեստիկ տվյալների հավաքում, թե հիվանդության սկիզբը, ընթացքը, գանգատները, ընդհանուր վիճակը, կատարվում է կրծքավանդակի լսում, այսպես կոչված թոքերի լսում, բախում, զննությամբ, այսինքն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործիքային հետազոտությունից առավել մեծ նշանակություն տրվում կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիային։ Թոքաբորբի բուժումը հղիության ընթացքում խիստ անհատական է։ Կարևոր է, թե որ եռամսյակում է հղի կինը հիվանդացել թոքաբորբով։ Հակաբիոտիկներով բուժման ընթացքում որոշվում են հարուցիչ մանրեների դեմ պայքարի լավագույն տարբերակները, սակայն այս տարբերակով բուժումը ցանկալի է միայն երկրորդ եւ երրորդ եռամսյակներում։ Առաջին եռամսյակում սովորաբար մոտեցումն այլ է լինում, եւ եթե անգամ մասնագետները դիմում են հակաբիոտիկներով բուժման, ապա դրանք ընտրվում են մեծ զգուշավորությամբ։ Առաջին եռամսյակում հազվադեպ է իհարկե լինում շատ խիստ վտանգավոր եւ վիճելի է հակաբորբոքային միջոցների օգտագործումը, որովհետեւ պտուղը, այսպես կոչված, առաջին եռամսյակում խիստ խոցելի է եւ կարող է առաջանալ բարդություններ պտղի զարգացման մեջ։ Հիմնական բուժմանը զուգահեռ մասնագետները փորձում են բարձրացնել նաև հղի կնոջ դիմադրողականությունը։ Այս շրջանում առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել կնոջ սննդակարգին, ապրելակերպին եւ այլն։ Մայրիկներ, դիտեցինք տեսանյութը եւ քանի դեռ թարմ են տպավորություններն, առաջարկում եմ անցնել հարցերի։ Պատրաստ եք։ Այո։ Սկսենք առաջին հարցից, այստեղ պահանջվում է ձեր ճարպկությունը եւ ով առաջինը կսեղմի կոճակը, նա էլ կստանա հարցին պատասխանելու հնարավորություն։ Սկսում ենք առաջին հարցից։ Ինչ հիվանդություն է թոքաբորբը։ Ահա, առաջինը կոճակը սեղմեց Ջուլիետան, ուրեմն լսում ենք ձեր պատասխանը, Ջուլիետա։ Թոքաբորբը դա մարդու թոքերի բորբոքումն է, այսինքն շնչառական համակարգի հյուսվածքների բորբոքումը։ Պատասխանը ճիշտ է, պնևմոնիա սուր բորբոքային հիվանդություն է, բնորոշվում է թոքերի շնչառական բաժինների օջախային ախտահարմամբ։ Այլ ձևակերպում էր, բայց ճիշտ ձևակերպում էր։ Դուք ունեք մեկ միավոր, Ջուլիետա, անցնում ենք երկրորդ հարցին։ Ինչու են հղի կանայք ավելի հեշտությամբ հիվանդանում թոքաբորբով։ Առաջինը կրկին Ջուլիետան էր, Ջուլիետա լսում ենք։ Որովհետև հղիները համարվում են ավելի խոցելի խումբ։ Որովհետև ինչու։ Որովհետև հղիության ընթացքում նրանց օրգանիզմը ենթարկվում է տարբեր փոփոխությունների, հատկապես իմունիտետի առումով։ Ահա, որովհետև հղիության ընթացքում կնոջ դիմադրողականությունը անկում է կատարում։ Երկրորդ փուլի ընթացքում Ջուլիետան արդեն հասցրեց 2 միավոր հավաքել, մայրիկներ մի փոքր ավելի ակտիվ, անցնում ենք երրորդ հարցին։ Որոնք են թոքաբորբի նշանները։ Նշեք գոնե մեկը։ Առաջինը կոճակը սեղմեց Անահիտը եւ մենք լսում ենք նրա պատասխանը։ Թոքաբորբի նշաններն են առատ քրտնադատությունը, բարձր ջերմությունը, խորխի առկայությունը։ Թոքաբորբի տիպիկ նշաններն են տենդ, հազ, կրծքավանդակի ցավ, ուժգին քրտնարտադրություն, թուլություն, արագ հոգնելիություն։ Անահիտ, ձեր պատասխանը ճիշտ էր, անցնում ենք 4-րդ հարցին։ Ինչ բարդություններ է առաջացնում հղիության ընթացքում թոքաբորբը։ Ահա, կոճակը սեղմեց Անահիտը եւ
Հղիության ժամանակ թոքաբորբը կարող է առաջացնել պտղի թթվածնային քաղց, կարող է ներարգանդային մահվան պատճառ դառնալ, պտղի արատների պատճառ կարող է հանդիսանալ, մայրիկի համար նույնպես կարող է շատ վտանգավոր լինել թոքաբորբը։ Անահիտ, դուք տվեցիք ճիշտ պատասխան, ես հավելեմ, բարդությունների շարքին են դասվում պտղի պրենատալ մահ կամ զարգացման արատների առաջացում, հղիության առաջին եռամսյակում հիվանդանալու դեպքում, հղիության ընդհատման վտանգ, նույնիսկ ներարգանդային վարակում, ընկերքային անբավարարություն, շնչառական սուր հիվանդություններ եւ պտղի քրոնիկական հիպոքսիայի ձևավորմամբ։ Մի խոսքով, ինչպես հասկացանք, թոքաբորբը մի շարք ռիսկեր է պարունակում ինչպես պտղի, այնպես էլ մայրիկի համար հղիության ընթացքում, հուսանք ապագա մայրիկները մի փոքր զգուշ կլինեն ավելի։ Անցնում ենք 5-րդ հարցին։ Ինչպես է ախտորոշվում թոքաբորբը։ Ահա, առաջինը սեղմեց կոճակը Ջուլիետան եւ մենք լսում ենք նրան։ Թոքաբորբը ախտորոշվում է լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների արդյունքում։ Ախտորոշվելիս բժիշկը հիմնվում է անամնեզի, ֆիզիկական զննման, ինչպես նաև լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների վրա ճիշտ պատասխան է։ Նախավերջին հարցը հնչում է այսպես. Ինչպես է բուժվում թոքաբորբը հղիության ընթացքում։ Անահիտը կրկին ամենաարագաշարժը գտնվեց եւ մենք լսում ենք ձեզ, Անահիտ։ Թոքաբորբը հղիության ընթացքում, եթե մայրիկը հիվանդացել է առաջի եռամսյակում, հիմնականում հակաբիոտիկային բուժում չի նշանակվում, իսկ երկրորդ, երրորդ եռամսյակներում բուժումը իրականանում է հակամանրեային պատրաստուկների միջոցով, որը բժիշկը նշանակում է լաբորատոր արդյունքների, այսինքն անտիբիոտիկազգայունության հիման վրա։ Կարևոր է նաև բուժման ընթացքում օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ, որը նույնպես օգնում է շուտ ապաքինմանը։ Անահիտ, դուք տվեցիք ճիշտ ու ամբողջական պատասխան նաև պետք է նկատեմ եւ մեր երկրորդ փուլի վերջին հարցին հասանք, այն հնչում է այսպես. հղիության որ շաբաթում է առավել վտանգավոր թոքաբորբով հիվանդանալը։ Կրկին Անահիտը գտնվեց ամենաարագաշարժը ու մենք լսում ենք նրան։ Թոքաբորբով հիվանդանալը հիմնականում ամենավտանգավորը առաջի եռամսյակն է։ Դուք հնչեցիք ճիշտ պատասխան։ Մայրիկներ, երկրորդ փուլն ավարտված է, ժամանակն է ամփոփելու երկրորդ փուլի արդյունքները։ Անահիտ, դուք ունեք առավելագույն թվով միավորներ, երկրորդ փուլի արդյունքում փաստորեն դուք ունեցաք 4 միավոր, երկու փուլերի արդյունքում դուք ունեք 8 միավոր։ Սուսաննան երկրորդ փուլի ընթացքում որևէ հարցի չկարողացավ պատասխանել եւ երկու փուլի արդյունքում ունի 3 միավոր, իսկ Ջուլիետան երկրորդ փուլում հավաքելով 3 միավոր, երկու փուլերի արդյունքում ունի 6 միավոր։ Երկու փուլերի արդյունքում առաջատար է համարվում Անահիտը։ Սիրելի մայրիկներ, արժևում երրորդ փուլն է։ Ծանոթանանք երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Սիրելի մայրիկներ, մենք երրորդ փուլում ենք, սա վերջին փուլն է, ամենավճռորոշ փուլը։ Դուք սեղանին տեսնում եք դրված տարբեր սննդատեսակներ եւ այսօրվա թեման հավելյալ սնուցումն է։ Ձեզանից յուրաքանչյուրը մոտենալով սեղանին պետք է ընտրի այն սննդատեսակները, որոնք ըստ մայրիկի համապատասխանում են հավելյալ սնուցման, այսինքն որ սննդատեսակներով է ճիշտ սկսել երեխայի հավելյալ սնուցումը։ Եվ այսպես սկսում ենք առաջին մասնակցից։ Անահիտ, խնդրում եմ մոտեցեք սեղանին, վերցրեք ձեր ափսեն եւ ընտրեք սննդատեսակներ։ Մենք տեսնում ենք սեղանին դրված Անահիտ թեյ, կաթ, կոմպոտ, մեղր, թթվասեր, ապուր, բանջարեղենային խյուս, արգանակ, տեսնում ենք նաև կաղամբ, շոգեխաշած կոտլետ, ինչպես նաև բանան։ Վերցրեք ձեր ափսեն եւ տեսնենք, թե ինչ ընտրություն եք դուք կատարում, Անահիտ։ Առաջինը ես ընտրում եմ բանջարեղենային խույսը, քանի որ երբ որ երեխային սկսում են կերակրել հավելյալ սննդով, կարևոր է բանջարեղենային խույսը, հատկապես 1 բանջարեղենից պատրաստված, հետագայում նոր կարելի է ավելացնել 2 կամ 3 բանջարեղենային խույս։ Հավելյալ սննդի մեջ ես ավելացրել եմ կատնաշոռը, հատկապես տնային պայմաններում պատրաստված, որ խորհուրդ եմ տալիս։ Ուրեմն երկրորդը մրգերի ավելացումը, մրգերը հավելյալ սննդում, կաղամբը, կաղամբից պատրաստված խյուս նույնպես, կաղամբով պատրաստված խյուս։ Օրինակ հյութերից ինչով կսկսեիք հավելյալ սնուցումը, թե կբացառեիք որևէ տեսակը։ Հիշեցնեմ, մենք ունենք կոմպոտ, թեյ եւ կաթ, Անահիտ։ Ես կընտրեի կոմպոտ։ Կոմպոտ։ Ահա։ Ձեր ընտրությունը ավարտվեց։ Ավարտվեց։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն գիտենք, թե ինչպիսի ընտրություն է կատարել Անահիտը, քիչ հետո իհարկե մասնագետի օգնությամբ կմեկնաբանենք ձեր ընտրությունը։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը։
Սուսաննա, հերթը ձերն է, առաջարկում եմ մոտենալ սեղանին։ Հիմա մենք կտեսնենք, թե ըստ ձեզ, որ սննդատեսակներով պետք է սկսել երեխայի հավելյալ սնուցումը։ Սկսեցինք։ Մենք երևս փոքրիկի հավելյալ սնուցումը սկսել ենք բանջարեղենային խյուսից, հա, հատկապես սկսել ենք դդումից։ Դդումով։ Ահա, առաջարկում եմ բանջարեղենային խյուս։ Հավելյալ սնուցումը կարելի է սկսել նաև մրգերով, առաջարկում եմ հատկապես բանան։ Ահա, միր։ Ինքը համարվում է նաև դիետիկ եւ բավականին օգտակար է, հարուստ է կալիումով։ Առաջարկում եմ նաև կատնաշոր, կարելի է սկսել նաև Կատնաշորով։ Դուք սկսել եք փաստորեն Մենք սկսել ենք սկզբից բանջարեղենային խյուսով, դդումով, այնուհետև աստիճանաբար ավելացրել ենք կատնաշորը, բանանը, կոմպոտները հիմնականում տնային պայմաններում պատրաստված, հա, մրգերից Այսինքն ձեր ըմպելիքներ։ կարծիքով կոմպոտով եւս կարելի է սկսել հավելյալ Կարելի է սնուցումը։ սկսել, Ահա։ այո։ Խնդրում եմ վերցրեք կոմպոտը նաև։ Իսկ մնացած սննդատեսակները ավելի մեծ տարիքում, կաղամբը, շոգեխասարցը, կոտլետը մի քիչ ավելի մեծ հասակում։ Հավելյալը խորհուրդ եմ տալիս սկսել հիմնականում այս մթերքներից։ Շատ լավ, մեզ պարզ է ձեր ընտրությունը, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։ Սիրելի հեռուստադիտողներ, երկրորդ մայրիկներ կատարեց իր ընտրությունը, հերթը Ջուլիետայինն է, Ջուլիետա համեցեք։ Երկու մայրիկներ կատարեցին ընտրություն եւ հիմա մենք կտեսնենք երրորդ ափսեի պարունակությունը եւ այդ հարցում մեզ կօգնի Ջուլիետան։ Ջուլիետան որ սննդատեսակներով պետք է սկսել փոքրիկի հավելյալ սնուցումը։ Առաջինը պետք է սկսել բանջարեղեններով, տարբեր տեսակի բանջարեղենային պյուրեներով, դրա համար կընտրենք բանջարեղենային խյուս։ Ձեր բալիկը քանի տարեկան է Ջուլիետա։ 2 տարեկան։ 2 տարեկան, դուք կհիշեք թե ինչով եք սկսել։ Այո, Ինչով։ բանջարեղենով։ Բանջարեղենով եք Դդում, սկսել։ ապա կարտոֆիլ եւ այդպես շարունակ ծաղկակաղամբ, ապա կընտրեմ միրգը, այստեղ մրգերից դրված է բանանը, կընտրենք բանանը։ Ահա, ձեր կարծիքով բանանով եւս կարելի է սկսել հավելյալ սնուցումը։ Էլ ինչով կարելի է սկսել Ջուլիետա։ Կարելի է սկսել նաև այստեղ չկա նշված, բայց տարբեր տեսակի շիլաներով, պատրաստի շիլաներով։ Իսկ այստեղ Ներկա բաներից ես կընտրեմ բանջարեղենային խյուսը եւ միրգը։ Հյութերից չեմ ընտրի որևիցե մեկը, որովհետև կոմպոտը իր մեջ պարունակում է շաքար, բնականաբար նա քաղց է, իսկ շաքար, աղ, դրանց կիրառությունը վաղ տարիքում չի խրախուսվում, կաթը այդ տարիքում նույնպես չի խրախուսվում, իսկ թեյն էլ օրգանիզմի բոլոր օգտակար էլեմենտները իր հետ դուրս է հանում։ Շատ մայրիկներ այդ թեյի մասին խոսեցիք, նույնիսկ մինչև 6 ամսականը երեխային գիշերները թեյ են առաջարկում, դուք կարծում եք, որ չպետք է թեյով սկսել։ Ոչ, չպետք է։ Իսկ մեղր, Ջուլիետա։ Մեղրը ինքը համարվում է շատ ալերգիկ, մինչև 3 տարեկան բացառապես չի կարելի։ Շնորհակալություն ընտրության համար, իհարկե նաև տեղեկատվության, որը դուք հավելյալ ներկայացրեցիք մեզ ու հեռուստադիտողներին, արդյոք ճիշտ էր ձեր ընտրությունը եւ տեղեկատվությունը, որ ներկայացրիք, կիմանանք ընդամենը մի քանի րոպեից, երբ արդեն տաղավարում կհյուրընկալենք մեր այսօրվա մասնագետին, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։ Սիրելի մայրիկներ, ձեր ընտրությամբ ավարտվեց նաև երրորդ փուլը եւ այլևս խաղի ընթացքում դուք անելիք չունեք, կարող եք լիարժեք շունչ քաշել։ Որքանով էր ճիշտ կատարված ընտրությունը, ձեզանից յուրաքանչյուրի կիմանանք րոպեներ հետո, երբ տաղավար հրավիրենք մեր այսօրվա հյուրին, իսկ մեր այսօրվա հյուրն է մանկաբույժ Գոհար Քյարունցը։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն Գոհար, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն, որ հետևում եք մայրիկների ընտրությանը։ Դուք տեսնում եք 3 ափսե, տարբեր սննդատեսակներով լցված, մայրիկները ունեին առաջադրանք։ Ինչպես պետք է սկսել երեխայի հավելյալ սնուցումը, տարբեր սննդատեսակներից նրանք ընտրություն կատարեցին եւ այսպես առաջարկում եմ սկսել մեկնաբանել առաջին մասնակցի ափսեի պարունակությունը։ Անահիտը ընտրել է բանջարեղենային խյուս, ընտրել է միրգ եւ կաղամբ։ Բանան եւ կաղամբ նրա կարծիքով այս 3 սննդատեսակներով կարելի է սկսել հավելյալ սնուցումը։ Ինչպես նաև կոմպոտ է, մրգային կոմպոտ է ընտրել Անահիտը։ Ես Անահիտին կնշանակեմ ընդամենը 3 բալ, քանի որ ինքը թույլ է տվել 2 սխալ, այսինքն մրգային կոմպոտը, որը նա ընտրել է, խորհուրդ չի տրվում որպես հավելյալ սնունդ սկսել երեխային առաջարկել, այն ծավալապես կզբաղեցնի ստամոքսի տարածությունը եւ երեխան օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ վիտամիններ, միներալներ, անհրաժեշտ սնունդ ստանալու փոխարեն կստանա ընդամենը միայն ածխաջուր, այսինքն շաքարավազ։
Եվ երկրորդ սխալը, որը թույլ է տվել Անահիտը, դա թարմ կաղամբի օգտագործումն է, քանի որ թարմ կաղամբը իդեալական համասեռ մասսա դարձնել հնարավոր չէ, իսկ երեխան դեռ չունի ծամելու կուլ տալու հմտությունները, այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս միայն սկսել խյուսերից եփած վիճակում բանջարեղենը։ Անահիտը, եթե չեմ սխալվում, նշեց, որ կաղամբի խյուսով կարելի է սկսել, կարելի է օրինակ շոգեխաշել կաղամբը, շոգեխաշած վիճակում կարելի է, այո, բայց թարմ վիճակում չի կարելի։ Թարմ վիճակում ցանկալի չէ։ Դա մի քիչ ավելի ուշ, երբ որ արդեն երեխան կունենա ծամելու հմտություններ, այդ ժամանակ արդեն թարմ բանջարեղեն կարող ենք մտցնել։ Գոհար, Անահիտն ունի 3 միավոր, ձեր մեկնաբանությունները մեզ շատ պարզ են, անցնենք երկրորդ մարտցնակցի ընտրությունը մեկնաբանելուն։ Սուսաննան ընտրել է բանջարեղենային խյուս, ընտրել է բանան եւ ընտրել է կաթնաշոր։ Նրա կարծիքով փաստորեն կարելի է հավելյալ սնուցումը սկսել այս 3 սննդատեսակներով։ Սուսաննան նույնպես գնահատվում է 3 բալ, քանի որ նա նույնպես թույլ է տվել 2 սխալ։ Այսինքն մեկը կոմպոտն է, մրգային եւ կաթնաշորը, որը խորհուրդ է տրվում սկսել 8 ամսեկանից, ամենահաճախ թույլ տրվող սխալը ծնողների կողմից դա կաթնաշորի շուտ ներմուծումն է։ Ընդհանրապես կաթնային մթերքները, կաթնաթթվային, ինչպես նաեւ կաթնաշորը խորհուրդ է տրվում 8 ամսեկանից, քանի որ այն ամեն դեպքում պարունակում է կովիկ գաթի կազեին սպիտակուցը, որը օրգանիզմի համար համարվում է ալերգեն եւ դժվարամարս է։ Երևի մայրիկները ցանկանում են երեխաների օրգանիզմը հնարավորինս արագ հագեցնել կալցիումով, ուստի միանգամից ընտրում են կաթնաշոր, բայց ինչպես նշեցիք, սա սխալ ընտրություն է։ Միայն 8 ամսեկանից։ Սուսաննան ունի 3 միավոր։ Եվ անցնում ենք վերջին ափսեի պարունակությունը մեկնաբանելուն, մայրիկը Ջուլիետան ընտրել է 2 տարբերակ՝ բանան եւ բանջարեղենային խյուս։ Ես Ջուլիետային իհարկե կգնահատեմ 5 միավոր, քանի որ Ջուլիետան շատ գրագետ է մոտեցել հավելյալ սնուցումը սկսվելու հարցերին։ Մենք հենց այսպես խորհուրդ ենք տալիս ծնողներին սկսել բանջարեղենային խյուսով, այնուհետև ավելացնել մրգային խյուսերը։ Գոհար փաստորեն երրորդ մասնակիցն ունի առավելագույն թվով միավորներ, 5 միավոր։ Ջուլիետա, շնորհավորում եմ ձեզ։ Ինձ հետաքրքիր է Գոհար, այստեղ տարբեր սննդատեսակներ ենք տեսնում։ Արդյոք կար մի սննդատեսակ, որ մայրիկները բաց թողեցին եւ դա ճիշտ պատասխան կլիներ, եթե ընտրեին։ Իհարկե շատ ցանկալի է, որպեսզի ապուր առաջարկվի երեխային 6 ամսեկան երեխային, երբ որ սկսում ենք հավելյալ սնուցումը, սակայն պահպանելով հերթականությունը, նախ սկսում ենք բանջարեղենային պյուրեից, այնուհետև մրգային եւ հետո ավելացնում ենք ապուրները։ Ջուլիետան նշեց, երբ խոսում էինք մեղրի մասին, որ պետք է բացառել մեղրը, որովհետեւ այն ալերգեն է համարվում։ Ճիշտ է արդյոք տեղեկատվությունը, որ նա փոխանցեց մեզ։ Այո, ես համամիտ եմ Ջուլիետայի գրագետ կարծիքի հետ։ Մեղր ընդհանրապես խորհուրդ չի տրվում տալ երեխային մինչև 3 տարեկանը 2 հիմնական պատճառներով, առաջինը, որ նա համարվում է խիստ ալերգեն եւ երկրորդը, որ այն կարող է բոտուլիզմի վտանգ իրենից ներկայացնել։ Գոհար, կարծում կհամաձայնեք, որ շատ մայրիկներ նույնիսկ մինչև 6 ամսականը երեխայի սննդակարգ են ներմուծում թեյ, հա, գիշերները, որպեսզի երեխան ավելի հեշտությամբ քնի, նրան շշով թեյ են առաջարկում։ Ճիշտ է արդյոք այս մոտեցումը։ Դա թույլ տրվող ամենահաճախ եւ ամենամեծ սխալներից մեկն է։ Թեյը պարունակում է տտիպ նյութեր, որը օրգանիզմից հանում է երկաթը, այդ իսկ մեխանիզմով իջեցնելով հեմոգլոբինը արյան մեջ, ինչպես նաև թեյը սովորաբար ուղղակի հենց այդպես առանց շաքարավազի չի առաջարկում երեխային, այստեղ առաջանում է երկրորդ սխալը, երբ ծնողը ավելացնում է թեյին շաքարավազ։ Գոհար, այս սննդատեսակներ ենք տեսնում մենք սեղանին դրված, օրինակ նույն ընկույզը, որ գիտենք շատ օգտակար վիտամիններ է պարունակում։ Վիտամին E։ Ընկույզով կարելի է սկսել հավելացնել։ Իհարկե ոչ, ընկույզը մենք պետք է մտցնենք միայն այն դեպքում, երբ երեխան արդեն ի վիճակի է նորմալ ծամել եւ կուլ տալ, շատ հաճախ առաջանում է ասպիրացիոն սինդրոմներ այսպիսի մթերքներից, երբ երեխան չի կարողանում կուլ տալ եւ սկսում է խեղդվել կոշտ նմանատիպ սնունդ ընդունելուց։ Խորհուրդ է տրվում, երբ երեխան արդեն ունի բոլոր ատամները, ծամիչատամները, այդ դեպքում նոր մտցնել ընդեղենը։ Իսկ կարելի է օրինակ ընդեղենը քերել շիլաների վրա լցնել եւ այդ կարելի է միայն 1 տարեկանից հետո։ Միայն 1 տարեկանից հետո եւ վերջում խնդրեմ անդրադառնալ կաթին, շատ մայրիկների ու տատիկների սիրելի ըմպելիքը, որ կրկին երբեմն առաջարկում են մինչեւ երեխայի 6 ամսականը լրանալը։ Այո, եթե սա կրծքի կաթ չէ, բնականաբար շատ խիստ։ Սա կովի կաթ է։ Այո, կովի կաթը խիստ հակացուցված է մինչև 1 տարեկան բոլոր երեխաներին, քանի որ ինչպես նշեցի, այն պարունակում է կազեին, պարունակում է մակրոմոլեկուլներ, որոնք
ունակ են վնասելու աղիքի լորձաթաղանթը եւ առաջացնել տարբեր խնդիրներ երեխայի մարսողական համակարգի կողմից։ Գոհար Փաստորեն, ձեր խոսքից հասկացանք, որ երեխայի հավելյալ սնուցումը ցանկալի է սկսել կամ մրգային խիսով, կամ բանջարեղենային խիսով, կամ իհարկե շիլաներով։ Շիլաները պարտադիր։ Որից հետո արդեն աստիճանաբար պետք է տարբեր սննդատեսակներ ներմուծել երեխայի սննդացան։ 7 ամսեկանից անպայման միսը, ինչպես տեսնում ենք, դրված է սեղանին եւ շոքեխաշած վիճակում, ապուրները, 8 ամսեկանից կատնամթերքը, կատնաթթվային, այդ թվում մածուն, հետո ավելի մի փոքր ուշ կարելի է թթվասել, կատնաշորը նույնպես 8 ամսեկանում եւ 1 տարեկանից կաթ։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, եկել է ժամանակն ամփոփելու մեր այսօրվա խաղի արդյունքները։ 3 փուլ, 3 մայրիկ, թեժ պայքար եւ իհարկե մրցակցություն պարզենք, թե ինչպիսին են արդյունքները 3 փուլերի արդյունքում։ Եվ այսպես Անահիտն ունի 11 միավոր, Սուսաննան ունի 6 միավոր, Ջուլիետան ունի 11 միավոր։ Եվ արդեն միավորներից պարզ է, որ մեր այսօրվա խաղը ունի 2 հաղթող, շնորհավորում եմ Անահիտ, շնորհավորում եմ Ջուլիետա։ Սուսաննա, շնորհակալ եմ մասնակցության համար, ինչպես ծրագրի սկզբում նշեցի, դուք արդեն հաղթող եք, որովհետև մայրիկ եք։ Սիրելի մայրիկներ, իսկ կրծքանշանները ձեզ միշտ կհիշեցնեն մեր այսօրվա խաղի մասին եւ նրա մասին, որ դուք ճանաչվել եք ամենաբանիմաց մայրիկները։ Շնորհակալություն մասնակցության համար։ Շնորհակալություն։ Մենք փնտրում ենք ուշադիր, բանիմաց, խելացի, տեղեկացված եւ իհարկե լավատես մայրիկների։ Եթե այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ ուղարկեք մեզ ձեր տվյալները։ Կհանդիպենք մայրիկների ակումբում։